Կաղա Շահենի սրտը ջուջևանն ա ուզում։ Իհարկե կուզի որ գտենա ջուջևանը։ Շահենը կարող է կարգադրել ասել ես իմ ծննդավայրն է։ Հանկարծ բան չգցեք, չավերեք իմ ծննդավայրն է։ Արցունքինաշներս դա բաժանեցին գնաց։ Լաց է, լա ձեր համար։ Իհարկե։ Բա հիմա որ Շահենը գա կուրախանակ կգրկեք։ Հələ չէ ձեր աշխ։ Այսինքն Ադրբեջանից աղքատ վիճակում։ Շատ ախատ վիճակում, որը բերեն որ այստեղ նոկարություն անի։ Համբուր է մեր նույնիսկ եւ ասեմ Շահեն ջան։ Չեկան։ Ես ինչ եք անում։ Բա Ձեզ այդպես էինք պահել։ Շահենը այն ժամանակ ադրբեջաներեն խոսում էր։ Ադրբեջաներին չէ լավ չէր դիապետում։ Ադրբեջաներեն գրել չգիտեմ։ Երեք հետո է սովորել էլի։ Լավ, հայրը կով էր պահում, մայրը ինչ էր անում։ մայրն էլ հավերին աճեցնում ես, ճուտերին աճեցնում։ Ինքը նեղում է ոյան թուրք էին ասում։ Նեղում է։ Իհարկե։ Ո գիտի։ Հիշում է թե չի հիշում։ Չի հիշում, հույս ունենանք իրեն կհասնի ու կհիշացնենք։ Ասում են ինքն այն ժամանակ ասել է Արցախը Հայաստանին է պատկանում, ճիշտ է։ Մասնակցել է մի քանի ցույցերի Ղարաբաղյան։ Մենք ինչ ենք անում դա Ինչ էր պահանջ, որպես ցուցարար Շահեն Մուսթաֆաև։ Հաղորդման գործընկերն է Flyone Armenia ավիաընկերությունը։ Այժմ գտնվում եմ Տավուշի մարզի Ջուջևան գյուղում, որտեղ ծնվել եւ մեծացել է Ադրբեջանի այժմյան փոխվարչապետ Շահեն Մուսթաֆաևը։ Կփորձեմ հասկանալ Հայաստանում մեծացած ադրբեջանցին ով է եղել, ճակերտավոր ասված հայ եղած ժամանակ։ Շահեն Մուսթաֆաև, նույն ինքը Ադրբեջանի այժմյան փոխվարչապետը, ծնվել եւ մեծացել է Տավուշի մարզի Ջուջևան գյուղում։ Հայաստանում հայերի հետ միասին մասնակցել է Արցախի ազատագրման ցույցերին։ Այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծման եւ սահմանազատման ադրբեջանական կողմի հանձնաժողովի նախագահն է։ Ասում են ցույցերի ժամանակ գոռում էր. Արցախը Հայաստանին է պատկանում։ Հայաստանում ուսանողական կյանքը երկար չտևեց։ Ծախեցին Ջուջևանի տունն ու գնացին Բաքու։ Ադրբեջանից Ջուջևան էին տեղափոխվել աղքատ կացության պատճառով։ Այժմ այդ տան դռները փակ են, որևէ մեկը չի բնակվում։ Ջուջևանում են ապրում իր ուսուցիչները, նախկին ընկերները։ Ուսուցիչը խնամքով պահել է ամենաարժեքավոր փաստը՝ Շահեն Մուսթաֆաևի հայոց լեզվի տետրերը, որտեղ հայկական հայրենասիրական շահադրություններ է գրել Ադրբեջանի ապագա փոխվարչապետը։ Ինչ է գրել։ Շահեն Մուսթաֆաևին դուք դասավանդել եք հայոց լեզու գրականություն։ Այո, հայոց լեզու եւ գրականություն։ Չէ, կաց։ Սիրո 4 էլ ունի։ 4 էլ է ստացել։ Ասում են գերազանցիկ ա եղել։ Հա, լավ էլ գրում է հայերեն։ Ընկերանուշ լավ էլ գրում է հայերեն։ Դպրոցը ստեղա գնացել, ստեղա ծնվել ո՞ց թե։ Ոնց։ Գովելի է էլի մարդը հայերեն։ Հա, մենակ այդ չի գովելին է։ Բա։ Հայաստանի մասին հայրենասիրական ինչ-որ բան ունի գրած։ Հա։ Դրեք կարդանք։ Հա, հենց էս։ Հա, նեղ օրերից մեկը։ Օրերից մեկն է։ Բայց նեղ օրերից մեկը պատմվածքում Նարդոսը կարողացել է հիանալի կերպով ցույց տալ որ մասը։ Ուրեմն հայ մտավորականները գործա, չգիտեմ ինչ, մի բուռ է, բայց ոնց որ կեսը չկա։ Մի բուռ է, բայց իր գործով հպարտ է, որքան արհավիրքների, փոթորիկների միջով է անցել հայ ժողովուրդը, բայց նա այդ բոլոր փորձություններին դիմացավ եւ այժմ հպարտ քայլում է 15,000 բանակների նկատի ունի բանը հանրապետությունները շարքում։ Հայաստանի մի բուռ հողը կոխոտվել է հազարավոր սմբակների տակ, այդ հողը կտրել անցել են տասնյակ մրրկարշավ ցեղեր, հայրենիքիս յուրաքանչյուր թիս հողը, հայրենիքիս յուրաքանչյուր թիս հողը ողողված է անմեղ մանուկների ծերերի արյամբ։ Սա ինքը իր ձեռով գրել է։ Հա, իհարկե, շարադրություն ստեղծագործել։ Հա, ինքն ա գրել։ Բայց հայ ժողովուրդը ամեն անգամ նվաճողներին դեմ է տալիս իր կուռ վահանը, պաշտպանվում, կենաց ու մահու պայքար է մղում եւ ի վերջո հաղթանակում։ Մի կուռ վահանասիական մրրկարշավ ցեղերի դեմ, թշնամական մի այրուձի եւ ընդվզում մի անողոք։ Եվ ապա հոկտեմբերյան հեղափոխության
մասին է պատմում, թե ինչպես հոկտեմբերյան Լավ էլ հայերեն ասեր անկերանուշ, ինչ կասեք, Հայաստանը շատ է սիրել։ Հա, Հայաստանը նա այսպես թե այնպես պիտի սիրեր, որովհետև մենք իրենց շատ հարգանքով ենք վերաբերվել։ Հենց այս թեմայով ինքը ինչեր է պատմել Ղարաբաղի, օրինակ Արցախի մասին։ Ես օրինակ լսել եմ, որ ասել է այդ ուսանողական տարիներին ասել է Արցախը Հայաստանինն է։ Ես էլ եմ լսել այդ մասին, բայց անձամբ չեմ լսել, էլի։ Ումից։ Պատմում են ջահելները։ Դպրոցից ես նրան հիշում եմ որպես լավագույն աշակերտ, համեստ, ընթերցասեր, կարդացող։ Մի անգամ դասի ժամին եկել էր 4 դասանում էր, 4-րդ դասանում էր։ Եկել էր դասի եւ մի տեսակ աչքերը մի տեսակ sense ճպճպացնում էր անդադ։ Ասի Շահեն ջան, ես ինչ եղել, աչքերդ ես ինչ եղել, թե ընկերանուշ գիշերը չեմ քնել։ Ասի խի չես քնել բա։ Դե բա այն Անդրանիկը բանն ասма Գարիկը բանը հայոց բերդը կարդացել էին, ես չէի կարդացել, նստել եմ գիշերը ամբողջ հայոց բերդը կարդացել։ Այ այդպիսի աշակերտ։ Հայոց Բերդն այ կարդացել է, իսկ ինչ կարծիք ուներ այդ պատմավեպի մասին։ Հայոց բերդի մասին դե իհարկե ապացույցը այս տողերն են, որ ես կարդացի Շահենի շարադրության մեջ, հենց այս տողերն են, որը հետո է գրել։ հա, նա 4 դասանում էր այդ։ Իսկ որ թվականին են գնացել Ջուջևանից։ Դե այն որ Դասականամիջը, իջև 7-ով։ Վարդաշենցիները բանը որ փախած եկան, դրանից մի քանի ամիս անց իրենք արդեն պատրաստվում են քոչելու, որովհետև ասել էին կարողա ուրիշ գյուղերից հեղափոխական տղերք գան ձեզ վնաս տան կամ բան, լավ կլինի որ դուք էլ հաշտ համերաշխ հանգիստ գնաք էլի։ Ադրբեջանում։ Դե նրանց Աբդուլլայի հայրը հոտա Շահենի հայրը։ Չէ։ Հայրը պապա, այսինքն։ Պապը եկել էր այստեղ մեր ֆերմաներում աշխատելու։ Հա։ Աշխատում էր Կով էր պահում։ Հա, փող էին։ Մեր համար աշխատում։ Հա, աշխատում էր, կով էին պահում։ Դե սովետական իշխանություններ ինչ կար, ոչ մի վատ բան չկար դեղ։ Հա, մեծ չարչարանքով որ ճիշտն ասեմ, այն տունը կառուցեցին ամեն անցնելով կարելի ասել մեղքս գալիս է, որ ինչ գնով այդ տները սարքեցին, նույն կերպ ինչպես մերոնք այնտեղ տները սարքեցին, թուրքերը զավթեցին, հիմա էլ նրանք Բայց այս փաստացի մեր հողն է, իրենք մեր հողի վրա են տուն սարքում։ Հա, այդպես է, չէ, ասենք թե Բաքվում էին, ասենք թե Կիրովաբադում էին, բան, բա տուն չէին սարքել մերոնք։ Հա, այսպես մտածեցին, որ լավ կլինի, որ իրանք էլ գնան, էլի։ Հա, հետո իրանց մենք ճամփու դրինք, Մարուսանստանը հաց ջուր արին, կերան, խմեցին, զրուցեցին, պարբվեցին։ Այսինքն գյուղացիքի հետ նորմալ հաջող են արել։ Անպայման, եւ ոչ միայն այդ։ Հա, մի էդ էլ կասեմ, ոչ միայն այդ։ Ուրեմն այդտեղ բանը Շահենի հայրը Աբդուլլան շատ լավ վերաբերմունք կարել իրանց նկատմամբ եւ նրանք էլ մեր նկատմամբ էին լավ։ Մի խոսքով ոնց որ ցավով, ափսոսանքով ուղարկեցինք։ Իսկ իրենք ինչ են խոսում։ Իսկ գնալու ժամանակ ինչ որտեղ նրանց խոտը վառվել էր, հետո սպառնաց Աբդուլլեն։ Մեզ։ Ասավ ես գիտեմ ով ա վառել, ասավ իմ խոտը։ Ես ասավ ես քանտերնա, էլա գլխիցը դվերդ եմ մտնիլ։ Հետո ինչ որ պետք նա ես կանեմ իրան։ Այդ էլակի թեմայով հիմա շարունակենք։ Թաթուլին որ տարել էին իր տանը ապրողին, այդ պատմությունը։ Այ Թաթուլին։ Խոսակցություն կար, որ Թաթուլին տարել են, որ այդ տան փողը վերցնեն, ճիշտ է։ Չէ, ինչ եք խոսում։ Բա մի քանի $1000 ուզեցին Թաթուլի համար։ Հա, բայց տան համար չէր դա, է։ Դե այդպես խոսակցություն կա, չէ, որ հատուկ են տարել, որ ինքը ուզեցել է այդ տան փողը ամեն դեպքում վերցնի։ Բոլոր դեպքերում Թաթուլը անմեղ երեխա իր համար այդ տան հետ ինքը սկի կապել չուներ, չէ, այդ այն շրջաններ, որ հնարավոր էր այդ առևանգումները։ Իսկ գնալուց հետո հետ գալ կամ ինչ-որ մեկի հետ զանգ կապ ունեցել են։ Իրանք։ Հա։ Չէ, այդպես չէ, բայց ասեմ, հա, այդ է ուզում ասել։ Իմ խնամոնց հետ
Կարինեի հորանց հետ շատ մտերմություն ուներ Մայզարը, մայրը։ Հա, կապ ուներ։ Հետո իրար հետ էին աշխատել, իրար հետ թութուն էին ծխախոտ, այսինքն։ Ծխախոտ էին շարել, տուկ կապել, չգիտեմ ինչ, վերջը որ գնացել էին արդեն գնացել էին։ Փողերը մնաց, այս բանի, փողերը մնաց։ Մերոնք տարան ուղարկեցին այդ փողերը Թուրքին, ուղարկեցին։ Այսինքն փոխանցել են իրեն։ Փոխանցեցին։ Տարան սահմանին տվին, որ փոխանցեցին, այլ ուղղակի անձամբ տարան այնտեղ սահմանում տվին։ Նույն կերպ էս մեր իմ քերուախճիկ Սիլվայի ամուսինը Հայկը փողեր բարդ նրանց։ Նա էլ տարավ այդ գեշ վախտերներ, այդ խառը ժամանակներն էին, գնաց սահմանը հատեց փողը տվեց եկավ։ Լավ, ինչի համար Շահենը սարքեց Շահին։ Երևի իրենց հնչման պետպես է, էլի։ Ադրբեջանական հայրենասիրական բանով չի, այսինքն ձեր կարծիքով պրոստը սողել է։ Չեմ կարծում որևէ կապ ունի դրա հետ։ Լավ, էլ ինչ եք հիշում իր մասին։ Իր մասին միայն լավ եմ հիշում, ես վատ չեմ հիշում, բացի մի դեպքից։ Բացի մի դեպքից։ Երբ արդեն գնացել էին, հետո արանքում եկան էլի այցելեցին բանմին եկան, չէ, ու այլ գործերով թղթաբանություններ ինչեր չգիտեմ, հա, այդ առիթով եկել էին եւ ես որպես ուսուցչուհի առաջին անգամ հանդիպեցի մի աշակերտի, որ կարող էր թեկուս հերվից ինձ տեսնել, բայց բարև չտալու անցնել։ Գաշ, ես էլ մեկ-մեկ բարև չէի տալիս։ Ու բոլորին։ Ես ոչ մեկի բարև չէի տալիս, չեք հիշում, ճամփես փոխում։ Հենց որ ինքը միակը չի, ես երկրորդ։ Ուրեմն եղել է երկրորդ չեմ իմացել։ Հա, այդպես ընդամենը այդ խառը ժամանակներն էին եւ չեմ մեղադրում։ Հա, մի խոսքով, Շահենին ես միայն դրական լավն եմ։ Դա ոչ մի անգամ երկուս չեք նշանակել իրեն։ Չէ, ինչ։ Չի ստացել մարդը։ Ոչ։ Դասերից փախչել։ Չէ, այդպես բան չի եղել։ Չէ։ Ջան հետարքիր։ Չի եղել։ Դասերից այն ժամանակ փախչել այդքան էլ չկար, էլի չկար։ Առաջին անգամ որ ես հիշում եմ, որ իմ դասից փախել են երեխեք։ Մենք էինք։ Դուք չեք կարող լինել։ Հենց այն Լևոնի ժամանակները, որ փախչում էին Կիրովաբադից բանից գալիս էին, այդ ժամանակներն էին, հետո շատ զարմացա, որ երեխեքը դասից փախել են։ Ու հետևներից գնացի, ասին կանգառումն են։ Ես էլ գնացի հետևներից, գնամ ինչ տեսնեմ, մեքենաներ են գալիս, բարձած, ես ինչ գիտեմ ինչեր, փախստական հայեր, ընդեղից որ գալիս էին, Վարդաշենից, Կիրովաբադից, Բաքվից, չգիտեմ էլ որտեղից, այդպես գալիս էին, անցնում էին էլի մեր ճանապարհով, երեխեքն էլ գնացել էին, ես էլ գնացի որ վրաները ջղայնանամ, ես էլ մնացի այնտեղ։ Խի։ Որովհետև ցնցող բաներ, ոնց կարելի է մարդիկ լիթել սովա, ծարավ, հուսահատ, հուսակտուր, այդպես մարդիկ տնից տեղից զրկվեն ու ավտոյի մեջ դառնան կիսամերկ քստիկով ես ինչ-դեմ ինչով Շահենը ինչ երազանքներ ուներ։ Պատմում էր, գնամ, սովորեմ, չգիտեմ, ինչ-որ պաշտոնի առանց էլ չէ, հատուկ այդպիսի հակում չի դիտվել, որ ասենք ինչ-որ պաշտոնամոլություն բան, այդպիսի բան, չէ, չեմ դիտել, ինքը համեստ լավ խելոք երեխա էր մեզ մոտ։ Լավ, հայրը կով էր պահում, մայրը ինչ էր անում։ Մայրն էլ հավեր էին աճեցնում ես ճուտեր էին աճեցնում ինկուբատորով չէ ֆերմայում պահում էին ուղղակի հա պահում էին այդպես էր այ իսկական թուրքը մայզարներ մայրը հա ինչ է արել որ Մարուսանստուն տաններ չէ ասացի գնում էին արդեն էլի հետո ես լսել էի թե ինչ էր խոսել հայերի մասին մայզարը հետո ասի մայզար առանձին էինք արդեն ասի ես ուզեի քեզ հետ առանձին հանդիպեմ եւ խոսեմ ասավ ընկերանուш ես գիտեմ ինչ եք ասել ինչ եք ասել
Ես գիտեմ ինչ եք ասելու։ Հա, ինչ է ասելու։ Ասել էր թե դուք մի բուր ծորենեք, մենք էլ որցակ։ Մի րոպե մձես հենց կուտի պես կուտենք ձեզ։ Մի րոպե կուտենք ձեզ։ Ինչի մի րոպեն 30 տարի դարձ։ Այդպես էր 30 տարի դարձավ, որովհետև այդ կուտը երևի մի քիչ շատ էր կոշտ։ Չմարսեցին։ Ես էլ ասի, ամոթ չի, որ այդպիսի բան ես ասում։ Ես այդպես բան չեմ ասել։ Ես թե այդպես բան ասածել եմ ամոթ ինձ։ Մի խոսքով մեջների անշնորհակալը մայրներ։ Հրաժարվեց իր ասածներից։ Շատ բաներ էր խոսել այդպիսի թեմաներով։ Այն մարդ հանեղվել է հիմա։ Հա, այդպես թողեցին գնացին հուշ չմնաց, արդեն գնաց։ Դες մի հատ խոսակցություն կա այս թեմաներից հետո հանձնել, չհանձնել կռիվ պատերազմ, ասում են կարող է Շահենի սիրտը Ջուջևանն ա ուզում։ Ոչ միայն Շահենի։ Դե ինքը որպես Ջուջևանում ապրած, այստեղի բնությունը, օդը, ջուրը այնքան լավն է, որ մարդիկ մտածում են հարևան սահմանամերձ գյուղերը, որ ռմբակոծում էին, թուրքերը ռմբակոծում էին, Ջուջևանի վրա համարյա արկ չընկավ։ Մի երկու տեղ միայն ռմբակոծվեց, ճանապարհը, ընդեղ են Վրամանստոնը բանը։ Մեկ էլ Յուրիկանց բանի տաների առաջ ընկավ։ Մի կատակով հիշատակեցին թե լուրջ, թե կատակով։ Ասացին Շահենը կարող է կարգադրել, ասել ես իմ ծննդավայրն է։ Հանկարծ բան չգցեք, չավերեք իմ ծննդավայրն է։ Հա, ասի, մտքումս ասի, թուրքերի ծննդավայրն ամբողջ Հայաստանն է։ Ամբողջ թուրքերի ծննդավայրն է Հայաստանը, Երևան են ուզում, ես ինչ գիտեմ, ինչ։ Նայեք, ամեն դեպքում շատ վիրավորական է Սերժ Սարգսյանի ժամանակ մեր գյուղը, այս գյուղը, որ սահմանամերձի շարքում է, այդ սահմանամերձի ցուցակից դուրս եկավ, բայց զուգահեռ նայում ես, որ այնտեղ գտնվող մարդը ամեն դեպքում մտածում է իր գյուղի մասին։ Համեմատական է, էս էր։ Հա, դե այդպես է։ Բանից շատ ռմբակոծեցին, բայց Ջուջևանը մի քանի մի արկ միայն ընկավ, արկ էր ինչ էր վերջը ինչ էին ասում անվանում է դրան։ Վերջը մի այսքան բաներ։ Այն ժամանակ հա, բայց հիմա 44 օրյա, քառորյա ոչ մի անգամ ոչ մի դեպք չի եղել։ Հա, չի եղել, այստեղ դեպքեր չեն եղել։ Այն առաջներում մի հատ այն ժամանակ ինքը փոքր էր, չգիտեմ, պաշտոն չուներ։ Պահում էինք մեր տանը։ Ինչ որ տեսակ, որպես ձեր աշակերտուհի ուրախացաք։ Յո։ Ուրախացաք, գրկեցիք, հիմա որ կլինի, ո՞նց ուրախանաս։ Բա հիմա որ Շահենը գա, ուրախանաք կգրկեք նույն ձև։ Ինքն էլ է, չէ՞ ձեր աշակերտ։ Ոայ, դա տանջալից պահ է, որ պատկերացնում եք կարող է պատահի։ Որ Շահենին տեսնեմ, ես նրան մանուկ դիտեմ, որպես մանուկ երեխա դիտեմ, կարող է գրկեմ էլ, համբուրեմ էլ նույնիսկ, եւ ասեմ Շահեն ջան, ես ինչ եք անում։ Ես ինչ եք անում, բա մենք ձեզ այդպես էինք պահել։ Բա մենք քեզ այդպես ենք նայել։ Դաստիարակ։ Նույնիսկ այնպիսի թեմաներ, որ ասենք ցեղասպանության բանի մասին, որ այդպիսի թեմաներ են լինում դասանյութի մեջ, էլի։ Նախապատրաստվում էի, որ հանկարծ այնպիսի բան չասեմ, որ ադրբեջանցի իմ աշակերտները վիրավորվեն, նեղանան։ Մենակ Գյուլնարան են, որ Հայաստանը փոքրատագրեց։ Հիշում ես։ Հիշում եմ։ Ասի Հայաստան բառը ո՞նց ես գրել։ Փոքրատար ես գրել երկրի անունը։ Ասավ թե բայց ո՞նց է այն հասոն Թուրքիա բառը փոքրատար էր գրել։ Ասի Գյուլնարա, դու թուրք ես, ես կարծում եի ադրբեջանցի ես։ Այդ ո՞նց ես գրել այ աղջիկ։ Այդ ասենց հարավ նայեց աչքերիս, հետո ասավ լավ եմ արել։ Ասի ամոթ քեզ այն ջուրը, այն աղբյուրը, որի ջուր ես խմում, մի պղտորի։ Ամոթ քեզ։ Իսկ Շահենը նման վարքագիծ չէր ցուցաբերում, չէ՞։ Ոչ, Շահենը այդ անտակտությունը չէր կարող անել։ Նա համեստ։ Ձեր կարծիքով հիմա ինքը ինչ է մտածում, այստեղ է մեծացել։ Հիմա ես ինչ գիտեմ, ինչ է մտածում։ Նորից ուսումնասիրած պետք է լինի իրենց գրականությամբ։
Իրենց կեղծ պատմական տվյալներով։ Դիքով ինքը հիշում է, որ հայերեն տառերով հայրենասիրական շահադրություն ա գրել Հայաստանի մասին։ Ո գիտի։ Հիշում է թե չի հիշում։ Եթե չի հիշում, հույս ունենանք իրեն կհասնի ու կհիշացնենք։ Հա, դե Շահեն ջան, դուք գիտեք, բայց Աստված վերևից թող նայի ձեզ, չնայած ես այդ Աստծուն չեմ հավատում նրա համար, որովհետև այնքան սխալներ ա գործում այդ Աստվածը։ Հա, իրանց մոտ չի լինի բանալի։ Չէ, ես կարող ունենալ օգտել։ Ո՞ւմ մեջ էր նկարել։ Նանե, սենց որ գնում եք ընկեր Պետրոսյան աստան տեղ դիտեի, Որ Պետրոսյան։ Հիշում եմ, որ իր հետ մանկապարտեզ ենք գնացել, իր հետ դպրոց ենք գնացել, իրար հետ Նոյեմբյան միջնակարգ դպրոց, ինստիտուտ իրար հետ, իրար հետ Վարշավ մնացել ենք, նույն սենյակում, Հա, նույն նույն սենյակում, առաջի երկրորդ կուրսում, ինք 4-րդ կուրսից տեղափոխվել է Բաքու։ Այսինքն 5-րդ կուրսի Եկեք սկսենք մանկապարտեզից, ինչ եք հիշում։ մանկապարտեզից համարյա ոչինչ։ Լացկան բան, տենց բան։ Չէ, տենց բաներ չի ունեցել։ Լացկան բան չի եղել։ Դպրոցը։ Դպրոցում հիշում եմ, որ ինքը լավ սովորող էր։ Նամանավանդ հայերենը։ Հա։ Մանավանդ հայոց պատմությունը։ Ավելի շատ հումանիտարները։ Կանտեղ։ Չեմ ասի, որ բնագիտական առարկաները թույլ էր, բայց տեխնիկական Կեանշի մոտ էինք, ցույց էր տալիս իր հայրենասիրական բաները, շահադրությունները, ասում էր հայ ժողովրդին միշտ կոտորել են բարբարով ցեղերի բան, ինքը այդ թեմայով ինչ-որ բան ա խոսել ձեր հետ։ այսինքն որ ովքեր են կոտորել։ Ինքը խոսում էր հայ ժողովրդից, ասում էր հայերին բարբարով ցեղերը միշտ կոտորել են։ Դե մախսախսը տենց էինք ասում։ Դե տենց է եղել, տենց էինք ասում։ Ինքը Հայաստանի քաղաքական ինչ-որ զրույցներ չեք հիշում իր հետ։ Ինք քաղաքական զրույցներ չէր անում։ Մենք էլ չէինք անում։ Մենք իրան թուրք չէինք ասում։ Մենք իրան ինքը նեղվում էր, որ իրան թուրք էինք ասում։ Նեղվում է։ Իհարկե, բոլորն են նեղվում։ Դաժե իր ընտանիքն են նեղվում, իրանց թուրք էինք ասում։ Ասում են մենք թուրք չենք։ Բա ինչ է։ Մենք ադրբեջանցի ենք։ Ասենք Ինձ թվաց պետք է ասեք ուզում էին հայի կոչվում։ Չէ։ Ոչ հայ, ոչ էլ։ Լավ սիրած աղջիկ չուներ Հայաստանում։ Իհարկե ուներ։ Գյուղական սիրած աղջիկը, սովորում էր բժշկական համալսարանում, այսինքն այն ժամանակ բժշկական ինստիտուտում, բայց դե չարժանացան էլի իրանց Չուզեց, նպատակ։ Մուստաֆայևին չուզեց այդ աղջիկը։ Չէ, իրար լավ էլ ուզում են։ Երև տեղափոխվեց դրանից չստացվեց, կապը խզվեց, հա։ Իսկ ուսանողական տարիներից ինչ կա։ Ուսանողական տարիներին Ով ինչ-որ չարաճճիություններ չեք արել իրար հետ։ օրինակ ինչ չարաճություն։ Ես ինչ իմանամ։ Դա Հետարքիր մի շատ արել ենք, բայց չեմ հիշում։ Եղել է Ավանում Վարշավ ապրում էինք։ Ինքը տնից օղ էր բերել, հոնի օղի, դե մենք վաղ տենց էր, որ սա սրամեքստրից մի բան տանում էինք։ Գնալուց էլի, ավտոբուսով տանում էինք օղ էր բերել, ուզում էինք խմենք այդ օղին իրեքով։ Մենք ամեքս մի բաժակ խմեցինք ու կռազ են գալի, որով կարան մասած մենք ամից գլխին քաշի խմի։ Սաղս ասինք, մենք կարանք ինքն էլ ասաց, ես էլ կարամ, կռազ եկանք ինքը խմեց։ Խմեց հարպեց։ Հետսա։ Այդ էր, մասնակցել է մի քանի ցույցերի Ղարաբաղյան Այս է դարքիրը։ օպերայում։ Ինչ թեմայով, ինչ էր անում։ Դե ոնց որ մենք ինչ էինք անում դել Ինչ էր պահանջում, որպես ցուցարար Շահեն Մուստաֆայев։ ենք երևի կամ մտարկությունից դրտված էր եկել կամ կարող ամեր պահանջներն ներկայացնում, չգիտեմ։ Լավ, եկեք ձեզնից խոսենք, ինչ էիք դուք ուզում այդ Մենք այն ժամանակ ձեր հետ էր։ Արցախի անկախությունը։ Այսինքն Շահեն Մուստաֆայևը ձեր հետ հավասար Արցախի անկախություն էր ուզում։ Ինքը դա պահանջում էր, թե չէր պահանջում։ Ուղղակի եկել էր այդ ներս, կարող այո պահանջում էր։ Ես չեմ հիշում։ Չեմ կարող ասեմ, հաստատ ինքը պահանջում էր դա։ Ոչ մի խոսակցություն չեք հիշում իր հետ այդ թեմայով։ Իր այդ թեմայով չեմ հիշում։ Իրոք չեմ հիշում։ Ասում են իբր ելույթ ունեցել, բայց ես չեմ հիշում, չեմ տեսել։ Այս մի հատ խոսակցություն կա։
Ասում են։ Ասում են եղել է, բայց ես չեմ լսել։ Իրանք հյուրասեր ընտանիք էին։ Լավ մի հատ վատ բան չկա։ Չէ՞ դեն ժամանակ խորհրդային միություն էր սա ասել մի ընտանիքի պես ապրում ենք մի գյուղում մի դեն չկար բան էլի որ ասես մեկի նկատմամբ եւ այլ դες բան չկար։ Պահվածքից, չգիտեմ, իրեն բնութագրող ինչ որ դեպքեր։ Պահվածքից դեմ ասում որ իրան դասանցիներից մեկը թուրք ասեց դրա համար կռվեց։ Իրար տվին Այդքանն եմ հիշում։ Բան գիտեմ, որ ինքը մեզանից լավ գիտեր հայոց պատմությունը։ Մեզնից ավելի շատ էր կարդում հայկական գրադարանը։ Դրա համար է դուրս եկել ցույցի, էլի, որ Ղարաբաղը անկախանա։ Չգիտեմ։ Չեմ կարող ասեմ, հետաքրքրությունից դրտված թե դրա համար։ Լավ, հիմա որ իրան տենակ ինչ կանեք։ Ինքն արեց ինչ կանի։ Կսպասեք իր ռեակցիային։ Իհարկե։ Ես կմոտիկանամ ամեն դեպքում։ Ինչ կասեք։ Կասեմ բարևձեզ։ Ինը բարի ժամանակներ կհիշի։ Իհարկե կասեմ։ Կհիշի։ Օրինակ ընկերանիշը ասում է կգրկեի։ Չէ, մանկությունը այն բան չի որ մանկությունը մոռանան, էլի տենց հեշտ։ Մանկությունը երիտասարդություն տենց հեշտ չի մոռացվում։ Հա ինք մեքենա ուներ երկրորդ կուրսում։ Այդ մեքենայով էին գնում գալի։ Տան վարձով էր տալիս։ Տան վարձով Իսկում է։ 3-ով։ 2-3-ով։ 75 ռուբլի ենք տալի եղա, ամեքս 25 ռուբլի ենք տալ։ Լավ, վերջի հանդիպումը ձեր հիշում եք։ Վերջ հանդիպումն եղել է 90 թվականի հունիսի 6-ին, ինչքան հիշում։ Ոնց եք բաժանվել։ Գրկախառնվելով։ Դուք ել եք ճամփել Ադրբեջան։ Ինքը վերջան խմեկել էր որ փողերը տան իր տան։ Տունը վաճառել էին։ Եկել էին որ ինչ որ փող տանեն, ինչ տանեն։ Այդ գործկոմից էլի։ Եկել էին ու մեր սարոյ աղբյուրը ասում նրա կողքին պատահական հանդիպեցին ես իմ մաշինով ինքն իրա։ Պատահական հանդիպեցին, կանեցինք ինքն էր հոր հետ։ Ու գրկախառնվեցինք, իհարկե արծիվնաշներից հետո բաժանվեցինք գնաց։ Լացել է ձեր համար։ Իհարկե։ Դե բամանկությունն է։ Իսկ այս ընթացքում փորձ չի արել կապ հաստատի։ Ոնց Դրանից հետո։ դրանից հետո չէ։ Ոչ ոք։ Չեմ կարող։ Լավ, հիմա իրան ինչ կասեիք։ Կասեի արդարեղի։ Արդարեղի ես իր այդ գործունեության մեջ ինչ որ պիտի անի։ Կողմնակալ չեղնի էլի որ կողմնակալ չեղնի դե մի կարող է կողմնակալ դառնալ չգիտեմ ինչ կարալի բայց կասեի արդարեղնի էլի Խոսակցություն կա որ իր սիրտը կարող ջուջևանն է ուզում այդ մասով ինչ կասի։ Շատ մարդիկ ասում են գյուղը իր գյուղն է կարող իր սիրտն էլ ջուջևանն է ուզում։ Իհարկե կուզի որ գատենա ջուջևանը ոչ թե գատենա ընդամենը։ Իհարկե տենա ոնց իր մանկությունը տեղ անցկացրել։ Որ գա ձերտում կհյուրասիրե։ Իհարկե Մոմենք հյուրասեր ազգան ոչ պետք է հյուրասեր գոզում բանի։ Պատերազմ բան։ Ինքն անձամ իմ տշնամին չի խո։ Թե Ադրբեջանի փոխվարչապետ։ Ինչ անենք խո հարևանները տշնամի չեն իրար։ Ժամանակավոր տշնամի են հարևանները դառնալու Այդ ժամանակ կպատկերացնեք որ ինքը կդառնա Ադրբեջանի փոխվարչապետ։ Չէ։ Շո ամեն խելացուն փոխվարչապետ չդառնում կամ վարչապետ։ Խելացուն գիտնական է դառնում։ Պետք է մի քիչ խլապորտի որ փոխվարչապետ։ Լավ Թաթուլի մասով Թաթուլին որ տարել էին հետո փող ուզեցին խոսակցություն կար որ իրան տարել են որ այդ տան փողը ուզեն։ Սուտա լրիվ սուտա փողը 90 թվականին էին տվել։ 30 քանի հազար չեմ հիշում։ 34։ Ճիշտ է որ իր հայրը կովեր պահում մայրը հավ։ Հա, ոնց։ Ընտանիքից ինչ եք հիշում։ Դե ընտանիք շատ աղքատ եղել որ եկել են։ Հա, այսինքն Ադրբեջանից աղքատ վիճակում են։ Շատ աղքատ վիճակում հայրը հորը բերեն որ ուստեղ անաստապահ նոկարություն անի։ Նոկարություն անի։ Հա, էլի դες անասուն բան պահի։ Պահել ամարտ վերջն ամուսնացրել են այդ ադրբեջանցու հետ։ Գնացել են յասկյուղից բերել են այդ ադրբեջանցուն իր մորը։ Հա, այսինքն հարս եկել է մի անգամից ջուջևան։ Հա։ Այստեղ դե դա մեծացրել ունեցել են դա 3 աղջիկ մի տղա։ Իսկ Շահեն այն ժամանակ ադրբեջաներեն խոսում էր, թե հայերեն էր խոսում։ Տանը խոսում էին։ Տանը խոսում էին, այսինքն ավելի լավ որին էր դիապետում։ Հայերենին։ Չէ, հայերենին դառավ։ Ադրբեջանային չէ, լավ չէր դիապետում։ Չէ։ Իսկ գրել
մի տառը չի գրել մեր մոտ։ Ադրբեջաներեն գրել չգիտեր։ Երևի հետո է սովորել էլի։ Բայց այդ աղջկան խի չուզեց։ Դե բաժանվեցին, ոնց կուզեր։ Ադրբեջան գնաց, ոնց կարող ուզել դա։ Քաղաքական բաներով բաժանվեցին, էլի քաղաքականությունը Չէ, նա բաժանվեց։ գնաց Բաքու, նա դեստը ոնց կարող ամուսնանալ։ Լավ է, աղջկա հետևից չէր գնում սերենադ բան, նվագեր։ Դմախեր, չէ, դե դա Երևան են հանդիպում էլ։ Չէ, իրար հետևից վազում ենք մի անգամ։ Դպրոցում 9-րդ դասարան ենք։ Դա զգալու ես։ Իրար ոնց խաղ ենք անում էլի։ Իրար հետևից ես հետ գնանք, առաջ վրա վազելով գալիս էր։ Երկու աղջկաս էս գիրք են կարդում, ոնց որ քսով մի գիրք կարդալով գնում են էլի։ Այդ չեմ ասում, ով մի կա էլի։ Ջևանից, հա։ Չէ, նոյեմբերից։ Գիրք կարդալով գնում եկել հետ դարաթափով տվել աղջիկը թռավ վերին գավ ասֆալտի վրա։ Այդ աղջկա սիրած, միրած բան հավաքվեցին, բան այդ ամիս հետ կռիվ են անեմ ինձ ու Շահենի հետ։ Այդ զանգը տվեց, գնացինք դասարան։ Դա զանգ հաջորդ դասին եկան, այնվաղ կաբինետային էր, էլի։ Հաջորդ ժամին եկան, օրինակ մեր դասարան պիտի գան, մենք այդ դասարանից ուզ գանք ուրիշ կաբինետ գնայինք։ Չէ, մենք գնացինք իրանց դասարան, իրանք դուրս պետք է գային, մենք մտնենք, նրանք գիտեին մենք եկել ենք ներողություն խնդրելու։ Բանակ պետք չի, ոչ բա շել դե լավ պետք չի, դե ինչ եղել, բան ասենք ինչ եղել, բան ես այտենց այդ դրվագն։ Դե իրար հետ էինք էլի։ Դե իրար հետ մտանք դասարան։ Նրանք պատկերացնում են մենք կռվելու ենք, որ մենք ներողություն խնդրելու ենք եկել, բայց դե իրականում դա չէր, ընդհանրեն դասարան փոխելու ենք գնացել։ Այդ է հիշում։ Որ այդ աղջկան վերցեցինք այդ աղջիկը ամեն մեծ տնելով փախչում էր։ Ամաչում էր դու ես։